Բարև ձեզ հարգելի դիտողներ, Factor TV-ի զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։ Բարև ձեզ, պարոն Զուրաբյան։ Բարև ձեզ։ Պարոն Զուրաբյան, երեք կրկին հանդիպել են առաջին նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը, սա վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ հանդիպումն է, ինչով է պայմանավորված այս ինտենսիվությունը։ Դե այնպես չի, որ ես լրիվ մանրամասներին տիրապետում եմ հանդիպման եւ կարծում եմ այդ հարցերը ավելի ճիշտ կլինի ուղղել Տեր-Պետրոսյանի խոսնակին, Արման Մուսինյանին։ Միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ բավականին պերճախոս գրառում եղավ հետո հենց Մուսինյանի կողմից, որտեղ ըստ էության շատ փակագծեր բացված էին։ Շատ մեծ գաղտնիք չկա։ Նիկոլ Փաշինյանը ըստ էության կարելի ասել հրահրում է բառից բուն իմաստով քաղաքացիական պատերազմ երկրում, սկսելով հարձակումներ հայ առաքելական եկեղեցու վրա, բացարձակապես ապօրինի եւ սահմանադրախախտ հարձակումներ եւ հետապնդումներ, ասենք նույն Սամվել Կարապետյանի նկատմամբ, այդ հաղորդագրության մեջ հենց դա ընդգծված է, որ ասենք կառուցել մի ամբողջ մեղադրանք մի ֆրազի վրա, որտեղ ասված է, որ մենք կպաշտպանենք, ասենք հայ առաքելական եկեղեցուն մեր ձևով, դրա վրա ուրեմն արդեն բանա մեղադրանքը հարուցված եւ այդ մարդուն հա ձեզ չի հետաքրքրում ձևը որն է իսկ ձեզ ինչա այդտեղ ինչն է ձև բառը բանա մեջը կրիմինալ է պարունակում Հարցնում եմ։ Ես ասում եմ, օրենքը շատ հստակ է։ Մենք պետք է հասկանանք, ասենք այդ ֆրազը, մենք կպայքարենք դրա դեմ մեր ձևով։ Մեր ձևով, եթե քաղաքական գործիչները հաջողության չհասնեն, այսինքն կարող ենք բացառել քաղաքական բաղադրիչը ձևի մեջ։ Չես կարող բացառել։ Չես կարող բացառել։ Եթե քաղաքական գործիչները չեն անում դա, ասենք ես կանեմ, կարծես տենց, բայց գիտեք ինչ Այն ինչ որ հիմա մենք խոսում ենք, դա մեկնաբանություն է, ինտերպրետացիա է։ Օրենքը ինտերպրետացիաներ չի ընդունում։ Չես կարող դու քրեական գործը կառուցել հետեւյալ բանի վրա։ Ախ ասել ես այս ձևով, մենք չենք հասկանում, դու ինչ ձևի նկատի ունես։ Պարզ չի որ դու հեղաշրջում նկատի ունես, պարզ չի որ դու բռնություն նկատի, պարզ չի որ դու հիբրիդային պատերազմ ես տանում, այս օրենք չի։ Սա հիվանդ երևակայություն կարող է լինի կամ կարող է լինի, չգիտեմ, առողջ բան երևակայություն, բայց մեկը կմնա երևակայություն։ Օրենքը նման բաներ չի հանդուրժում։ Մեղադրանքը պետք է կրիմինալ խոսքի վրա կառուցված լինի կամ կրիմինալ գործողության վրա կառուցված լինի։ Ոչ մեկն ենք տեսնում, ոչ մյուսը։ Եվ սա աղաղակող բան է։ Որովհետև նման մեղադրանքով մարդու դեմ սկսել հետապնդումներ Դա նշանակում է, որ մենք գործ ունենք մի հատ տիրանի հետ, որը դեսպոտի հետ, որը ուղղակի թքած ունի սահմանության եւ օրենքների վրա, քրեական օրենսգրքի վրա եւ այլն եւ այլն։ Պարոն Զուրաբյան, շարունակելով Տեր-Պետրոսյանի եւ կաթողիկոսի հանդիպման դրվագը, հաղորդագրությունում նշվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել է Փաշինյանը պարտության մարմնավորում է, խայտարակ կերպով պարտվեց Արցախյան պատերազմում, հավանաբար պարտվելու է նաեւ հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում, ինչպես է արձանագրվելու Փաշինյանի պարտությունը։ Փաշինյանի պարտությունը կարձանագրվի այն ձևով, որ ինքը չի կարողանա իրականացնի իր հակասահմանադրական նկարտումները։ Այդքան բան։ Սահմանությունը շատ հստակ խոսում է դրա մասին, ասենք մտեք կարդացեք 17-րդ հոդվածը կրոնական կազմակերպությունների մասին ասում է, որ եկեղեցին եւ պետությունը անջատ են, 18-րդ հոդվածը ասում է, որ առաքելական եկեղեցին հատուկ կարգավիճակ ունի ըստ էության իր պետության հետ հարաբերություններում եւ այդ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, այդ օրենքն էլ եթե կարդաք, բազմաթիվ հոդվածներ արգելում են պետության միջամտությունը, կառավարության միջամտությունը եկեղեցու գործերի մեջ։ Հետևաբար, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը հոգու իր աշկերով կստեղծի 10 հոգանոց խորհուրդ, որը կլուծի վեհապարի հարցը, դա կոպիտ
հակաօրինական, հակասահմանադրական միջամտություն է հայ առաքելական եկեղեցու գործերի մեջ եւ արդեն այդ փաստով դա ըստ էության հարձակում է հայ առաքելական եկեղեցու վրա։ Ուստի ոչ մի նշանակություն չունի ոչ մեկի անձը, նրա ունեցած մեղքերը, մեր վերաբերմունքը անձնական կամ սուբյեկտիվ, ամեն ինչ կարգավորվում է օրենքով եւ սահմանությամբ։ 6-րդ հոդվածը բանի այդ սահմանության հստակ ասում է, որ պաշտոնատար անձինք իրավասու են կատարել միայն այն գործողությունները, որոնց համար լիազորված են սահմանությամբ եւ օրենքներով։ Սահմանության օրենքները ոչ միայն չեն լիազորում Նիկոլ Փաշինյանին նման գործողություններ կատարել, այլ ուղղակիորեն արգելում են նման գործողությունները։ Ես մի բան էլ ասեմ, այս շատ կարևոր բան է, որտեվ կանխատեսում եմ ինչ պիտի հարցնեք, որ բա ինչի ասենք եկեղեցին կարողան բանա մտնում է, իրան թույլ է տալիս։ Չէ, մինչև այդ ուզում եի հարցնել, լսել եք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, ժողովուրդ ջան, ես ձեզանից մեկն եմ, մի հավատացյան, որը մտահոգված է եկեղեցու խնդիրներով եւ որպես օրինապահ հավատացյան այդ խնդիրները վեր են բարձրացնում։ Ես որպես վարչապետ չեմ միջամտում այս ամենը։ Սովորական սուտասան դեմագոգ, ինչպես միշտ ինքը եղել է։ Ասում եմ քեզ, եթե ինքը ուղղակի ասեր ես sense բան եմ, դա էլ շատ վատ կլիներ, որտեղ վարչապետը մեկ է իրավունք չունի մտնել գործերի մեջ։ Բայց եթե ինքը ընդհանրապես հնչեցներ իր քննադատությունը եւ թողեր, որ հայ առաքելական եկեղեցին ինքը որոշի այդ իր մտահոգությունը ընդունում է թե ոչ, բայց ինքը դրանով չի բավարարվում։ Եթե տենց աներ, նորմալ կլիներ, քիչ թե շատ։ Բայց ինքը գործում քայլեր է կատարում այդ միջամտությունը անելու համար։ Եկեղեցու կողմից չկա միջամտություն քաղաքական։ Այ եկանք հասանք այդ թեմային, որը շատ կարևոր թեմա է։ Հիմա այս դեմագոգիա է հնչում, որ դե անգամ մարդիկ կան, որ ասում են, դեր չէ, Նիկոլ Փաշինյանի արած անընդունելի է, բայց բանի առաքել, բանի այդ հակաօրինական է անգամ, բայց հայ առաքելական եկեղեցու արածն էլ անընդունելի է եւ հակաօրինական է, այսինքն ինչպես պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին, այդպես էլ եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին։ Ուրեմն այս իմաստակներին երկու դաս ունենք սովորացնելու, բացատրելու, որովհետեւ թե ով կարող է զբաղվել քաղաքականությամբ եւ իրավունք ունի միջամտելու պետության գործերին, դա էլ է կարգավորված սահմանադրությամբ։ Սահմանադրությունը կաթողիկոսն իրավունք ունի թե ոչ։ Դե լսեք էլի։ Սահմանադրությունը դրա մասին երկու հոդված ունի։ 44-րդ հոդվածը հավաքների ազատությունը, որտեղ դե գրած է հավաքների այդ ազատության իրավունքի մասին եւ հստակ մատնանշված է այն անձանց շրջանակը, որոնք իրավունք չունեն մասնակցելու ազատ հավաքներին։ Տեսեք ինչ է գրած։ Երրորդ բանն է, կետն է։ Օրենքով կարող են սահմանվել դատավորների, դատախազների, քննիչների, ինչպես նաև զինված ուժերում ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների հավաքների ազատության իրավունքի իրականացման սահմանափակումները։ 46-րդ հոդվածը վերաբերվում է արդեն ըստ էության քաղաքականությամբ զբաղվելու իրավունքին, այսինքն կուսակցություն ստեղծելու եւ կուսակցության անդամակցելու իրավունքը։ Եվ նորից նախ ասված է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու եւ որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք, ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության, բայց երկրորդ հոդվածը ասում է, ով չի կարող օգտվել այդ իրավունքից։ Գրված է, դատավորները, դատախազները եւ քննիչները չեն կարող լինել կուսակցության անդամ։ Օրենքով կարող են սահմանվել զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության եւ այլ ռազմականացված մարմիններում ծառայողների կողմից կուսակցություն ստեղծելու եւ որևէ կուսակցության անդամագրվելու իրավունքի սահմանափակումներ։ Այսինքն մենք հասկանում ենք, որ կուսակցություն հիմնելու կամ կուսակցության անդամագրվելու իրավունքը ըստ էության հավասարազոր է քաղաքականությամբ զբաղվելու իրավունքին, անգամ մի բան էլ ավելի ընդգրկուն է։ Հիմա սրանից ստացվում է մի պարզ բան։ Ցանկացած կրոնական կազմակերպության, այդ թվում նաև մի ոնց համար ավաղ, ոմանց համար բարեբախտաբար, այո, իրավունք ունի ցանկացած, չգիտեմ, կրոնական կազմակերպության անդամ, ցանկացած եպիսկոպոս, ընդհուպ նաև բանը հայ առաքելական եկեղեցու գլուխը, կաթողիկոսը,
իրավունք ունի զբաղվելու քաղաքականությամբ, իրավունք ունի իր տեսակետը արտահայտել, պահանջել հրաժարական, չպահանջել հրաժարական, ինչ որ քաղաքական մի կարծիք հայտնել եւ այլն եւ այլն։ Պարոն Զուրաբյան, ձեզ համար Գիտեք, սա օրենք է։ հա Բանը դուք 2008-ին կաթողիկոսի խոսքը լսել եք, նա ինչ որ պետք էր պետությունը կայունացնելու ներքաղաքական կյանք, 2008-ի մարտի 1-ի օրերին պատշաճ խոսք լսել եք նրա կողմից, ուներ ըստ ձեր կարտացածի ուներ նա այդ իրավունքը։ Ասեք, ինքը իրավունք ուներ, ինքը իր իրավունքից փորձեց օգտվել, մենք էլ օգտվեցինք մեր իրավունքից, ինչ ա եղել։ Ինչն է խնդիրը։ Չէ, ես ուզում եմ ասել, նա ըստ ձեզ օգտվել այդ իրավունքից, թե ոչ։ Ոնց չի օգտվել։ Եկել է, չէ, բանա, փորձել է քաղաքական գործընթացին միջամտել, եկել է փորձել է հանդիպել Տեր-Պետրոսյանի հետ։ Իշխանությանը զսպվածության կոչ արեց, օրինակ, կամ քննադատեց, երբ որ մարդիկ սպանվեցին Երևանի փողոցներում։ Լսեք, մենք ինքներս քննադատել ենք իր քաղաքական դիրքորոշումը, ընդ որում այդ քննադատությունը իր քաղաքական դիրքորոշման 2008 թվին ենթադրում է, որ մենք ընդունում ենք իր իրավունքը քաղաքական միջամտության, չէ՞, որտեղ մենք ասում ենք, դե գնա կանգնի բանը ժողովրդի ու ոստիկանության միջև, դա քաղաքական դիրքորոշում կներ։ Այսինքն մենք ընդունել ենք նրա սահմանադրական իրավունքը ունենալ քաղաքական դիրքորոշում։ Ուղղակի ասել ենք դա սխալ է, քո այս բանը։ Հասկանում եք որտեղ է։ Խնդիրը նա մեզ չի, ինչ որ մեկը մեզ դուր է գալիս, իր քաղաքական հայացքները մեզ դուր են գալիս, դիրքորոշումը դուր է գալիս, թե չէ։ Խնդիրը սահմանադրական եւ օրինական կարգավորումն է։ Ով իրավունք ունի միջամտելու, ասենք եկեղեցու գործերի մեջ, իսկ վարչապետ Փաշինյանը նրա այդ միջամտությունը արգելված է։ Եվ ով իրավունք ունի քաղաքական բաներ հայտարարություններ անել։ Հապն ու եկեղեցին այս ընտրություններին միասնաբար ներկայանան, թե ոչ։ Ես անկեղծ ասած առաջին անգամ այդ գաղափարը լսում եմ ձեզանից։ Դե նախ ինտենսիվ հանդիպում են առաջին նախագահն ու կաթողիկոսը, երկրորդն էլ դուք ասում եք, որ նրանք իրավունք ունեն։ Բայց հետաքրքիր գաղափար է, շնորհակալություն, որ տենց հուշեցիք։ Կարանք մտածենք, ինչքանով դա նպատակահարմար է։ Շատ լավ, միջև ձեր այդ նպատակների կյանքի կոչումը արդի թեմաներին անդրադառնանք։ Նիկոլ Փաշինյանն է արձագանքել առաջին նախագահի եւ ամենայն հայոց կաթողիկոսի հանդիպմանը, կներեք մեջբերեմ, ասել է, որ զրույցը որակել է բարբաջանք եւ հետո նշել է, որ Տեր-Պետրոսյանին վերագրել է մի շարք մեղադրանքներ, միջև անգամ ԽՍՀՄ-ի, ԿԳԲ-ի գործակալ լինելը, Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համար հարմար ընդդիմություն լինելը եւ երկիրը խամաճիկային պետություն դարձնելը, ինչպես եք մեկնաբանում Հայաստանի վարչապետի այս գրառումը։ Չգիտեմ որտեղից սկսեմ։ Ասենք սկսենք ԿԳԲ-ի այդ մեղադրանքից, հա։ Ուրեմն ամենամեծ հեգնանքը բանի այս ճակատագրի այն է, որ երբ որ ես նախագահի մամլոք քարտուղար էի, Նիկոլ Փաշինյանը լրագիր կարծեմ թերթում բաներ ժուրնալիստ էր աշխատում եւ ինքը մի փոքր հոդված էր գրել հենց այդ թեմայով, որ այսպեսի բան կա եւ այլն եւ այլն։ Ես իրան կանչեցի այն ժամանակ, դա 90 կարծեմ որ թիվներ, 5 թիվներ։ Ես իրան հրավիրեցի, ես փորձում էի սկզբից իմ բանը միշտ մոտեցում այն ա եղել, որ սկզբից ենթադրեմ, որ մարդիկ, ասենք, մոլորվում են, բարեխեղճորեն, եթե պետք է, փաստերը բացատրենք եւ այլն եւ այլն։ Նա եկավ, ես մամլոք քարտուղար եմ, նստեցինք, խոսեցինք, առաջի անգամ էի իր այդ տեսնում, դա մեր առաջի հանդիպումն ա եղել։ Ես ասեցի, որ Նիկոլ ջան, փաստերը սա են, սա ուղղակի դաշնակցությունը, այդ ազատամարտը ասենց կեղծում է այս փաստերը, իրականում արևելագետների շատ լուրջ, ասենք, բան ռեսուրս գնում էր, այսինքն իրանք որպես ռազմական թարգմանիչ, ասենք, ստանում էին ինչ որ ռեզերվի տակ էին անցնում, ու տենց ինչ որ մի հատ բան կար, որ ինքը ԿԳԲ-ի այդ զորքերի ոնց որ թարգմանչական ռեսուրսի բանն է, մեջ է ընդունել, այդ փաստաթղթերը ընդհանրապես դա են նշանակում։ Նիկոլ Փաշինյանը ինձ լսեց շատ ուշադիր, ասեց պարոն Զուրաբյան, ինչ լավ է, որ դուք ինձ սա բացատրեցիք։ Ես նոր հասկացա, որ դա ուղղակի ստից բան է, ստից մեղադրանք է, ստից ներողություն խնդրեց։ Ներողություն խնդրեց, գնաց ու այդ թեմային այլևս չանդրադարձավ։ Եթե չեմ հիշում, կարող է սխալվեմ թե չէ, բայց անգամ ինձ թվում է մի հատ ինչ-որ բան էլ գրեց, որ սա սխալ էր, այդ մեկի վրա վստահ չեմ։ Բայց ուրեմն ներողություն խնդրեց, մարդը գնաց։
ու այդ թեմային էլ չէր անդրադարձել։ Հասկանում եք։ Հիմա մեկ էլ հիշեց ու ինքն էլ գիտի, որ դա սուտ է, ու ինքն էլ գիտի, որ դրա համար ներողություն ախնդրել։ Գուցե մեկ հանդիպում էլ կազմակերպեք։ Նա անմեղսունակ է այլևս իմ կարծիքով։ Չգիտեմ, խնդրեմ, Նիկոլ, արի հանդիպենք, կարանք ստեղ ֆակտորիայում հանդիպենք։ Մի անգամ էլ փորձենք բան անել, բացատրվել այս հարցով։ Բայց ես կարծում եմ անիմաստ է, նա անմեղսունակ է եւ նա արդեն լրիվ ուրիշ նպատակներ է հետապնդում։ Ինչ վերաբերում է բանին, մնացած բաներին, այսինքն ինչ որ ինքը գրել է այդ իր դիմանկարում, այդ բոլորը այնպես բաներ են։ Ու նախ իր սորտի բաներ են, բամբասկոտության, դեղին այդ լրագրության, բանի, այդ ինչ որ այն ժամանակ այդ աղբը գրվել է 90-ական թվականներին, ինքը ասենց բերել է, մցրել է իր այսօրվա բանի մեջ ու ասենց հրապարակել է, բայց մի հատ հարց կա, չէ՞։ Այդ ամեն ինչը դու այդ աղբին դու այն ժամանակ էլ ես տիրապետել, բա ոնց ես հետո եկել 2007 թվականից սկսած մինչև առնվազն 2012 թիվը օգնել Տեր-Պետրոսյանին դառնալ Հայաստանի ղեկավար։ Ընդ որում ինքնամոռաց Լևոն գոռալով բազմաթիվ լավաշային հոդվածներով բացատրելով Տեր-Պետրոսյանի առաքինությունները։ Միակույնն էր այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ղեկավարի շարժումը, որը մոտ էր ժողովրդին եւ ոչ թե անձին են իրենք երկրպագել, այլ գաղափարին իշխանություն փոխություն։ Ներողություն, սա իմ դիրքորոշումը չէ։ Չէ, սխալվում եք այդ ենթադրության մեջ, որ ինքը ոչ թե անձին էր երկրպագում, այլ շարժմանը, որովհետև ինքը գրել է բազմաթիվ հոդվածներ, որտեղ անձամբ Տեր-Պետրոսյանի մեծությունը նկարագրել է, իր առաքինությունները նշել է, ընդ որում դա կրել է սիստեմատիկ բնույթ։ Խոսքերն էի փոխանցում, չթողեցիք ավարտեմ։ Արսեն Թորոսյանը քիչ առաջ ձեր տեղում նստած այսպիսի մեկնաբանություն էր տալիս, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ եղել Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ հիմա քննադատում է նրան։ Դե ես էլ ասացի, որ եթե դուք չեք սխալվում, ուրեմն ինքն է սխալվում։ Հենց այդ եմ ասում, որ այնտեղ ոչ թե ասվել, ինքը չի ասել, որ գիտեք ինչ, այսօր կարևոր չի Տեր-Պետրոսյանի անձը, այսօր կարևոր է, որ մենք կարող ենք այս, ասենք, այս նախագահական ընտրություններով հարցեր լուծենք եւ ասենք չարիքը վերացնենք եւ այլն Քոչարյանի կամ եւ այլն եւ այլն։ Ինքը այդպես չի ասել։ Ինքը ասում եմ բազմաթիվ սիստեմատիկ երկարաշունչ հոդվածներ ա գրել նկարագրելով Տեր-Պետրոսյանի առաքինությունները։ Եվ ուզում եմ հիշեցնել, դրանցից մեկը այն էր, որ ինքը ասում էր, որ մի փիս խասատ ունի այս առաջին նախագահը միշտ վերջում ճիշտ է դուրս գալիս։ Դա այդ իր խոսքերն են։ Այսինքն մենք գործ ունենք մի հատ շատ էժան դեղին լրագրողի, ընդ որում գիտեք որ որակի լրագրողի, այն որ բանը զբաղված են շորթելով։ Ընդհանրապես ձեզ մի բան եմ ուզում ասեմ, Փաշինյանը կառուցել է իր կարիերան մի բանի վրա, այսինքն շորթել փող, ծախելով իր լռությունը, չքննադատելը տարբեր մարդկանց վրա, օլիգարխ լինի, չգիտեմ իշխանավոր լինի, Միքայել Մինասյանը լինի, ով լինի, ինքը զբաղվել է որպես նախագահի խոսնակ, ինքը եղել մեջ մտել է։ Ես չէ։ Ինքը զբաղվել է։ Ինչ գիտեք, որ նման 1000 հրապարակում եղավ։ Տեսել ենք, իմացել ենք անգամ ինչ կոնֆլիկտներ ա ունեցել որոշ օլիգարխների հետ, երբ որ փողը ստացել է, բայց չի արել։ Դուք մոռացել եք այդ ամեն ինչը։ Նրա շարժման հաղթանակը 18 թվականին ինչու ողջունել։ Մենք չենք ողջունել երբեք նրա հաղթանակը։ Մենք ողջունել ենք Սերժ Սարգսյանի հեռացումը եւ ժողովրդի հաղթանակը։ Երբեք Նիկոլ Փաշինյանը երբեք Նիկոլ Փաշինյանը, բայց մենք ասել ենք, որ ժողովուրդը լավ է, որ այս նպատակին ասավ, բայց մեծ տեստեր կան անցնելու դեմոկրատացման, երկրի զարգացման եւ այլն։ Մեր բոլոր բաներում տենց ենք։ Բայց ես դες մի հատ կներեք, մի հատ այս թեման մի հատ շատ կարեւոր նյուանս է բերում։ Նիկոլ Փաշինյանը այդ շորթողի, այդ ինֆորմացիոն բանի վաճառականի բանից կարգավիճակից երբեք չբարձրացավ եւ անգամ ասեմ, երբ որ դարավ պետական ղեկավար, փորձում էր դա կիրառել բանի մեջ, անգամ այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել կարևորագույն դրվագ։ Դուք հիշում եք, որ
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ալիևի մասին այնպեսի բան կարա ասի, որը Ադրբեջանը կփլուզի, խառնի Ադրբեջանը եւ իր ռեժիմը կփլուզվի։ Հիշում եք դա։ Փլուզեց, թե փլուզեց Արցախը։ Որովհետեւ ինքը այդ իր այդ պրիմիտիվ վաճառական ծախու ժուրնալիստի այդ բանը հոգեբանությունը կիրառեց միջազգային քաղաքականության մեջ, որի արդյունքով մենք ստացանք Արցախի կործանուն, ստացանք այս կզած վիճակը, Հայաստանի տարածքների գրավում Ադրբեջանի կողմից, 5000 զոհեր եւ այլն եւ այլն։ Որտեւ փոխանակ ինքը ընդուներ այն պլանը, որ 2019 թվին դրվել էր իր սեղանին, մի հատ ապրիլին, մի հատ էլ հունիսին։ Ինքը այդ պլանը մերժեց, ժողովրդին խաբեց, որ նման պլան չկա եւ կիրառեց այդ իր ժուրնալիստական պրիոմները Ալիևի վրա։ Արդյունքը այն աղետներ, որ ինքը բերեց հայ ազգի գլխի վրա։ Դրա համար էլ Տեր-Պետրոսյանը իրան կոչում է ազգագործան պատուհաս։ Արդյոք երեք առաջին նախագահն ու ամենայն հայոց կաթողիկոսը այդ 1 ժամ տևած զրույցի ընթացքում քննարկել են իրավապահների երեկվա հրապարակած տեղեկությունները եւ ինչու Տեր-Պետրոսյանը դիրքորոշում չի հայտնում դրա վերաբերյալ, ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսը որպես քաղաքական ուժ ինչ դիրքորոշում ունի, ինչ երեք հրապարակեց քննչական կոմիտեն։ Հա, հիմա այստեղ շատ կարևոր խնդիր կա, որ մենք պետք է տարանջատենք շատ բաներ, որտեղ հասկանանք թացը չորի հետ չխառնենք։ Որովհետև Տեր-Պետրոսյանը խոսել է Սամվել Կարապետյանի մասին, խոսել է եկեղեցու հարձակումների մասին։ Այդ Նիկոլ Փաշինյանն է, որ փորձում է այդ ամեն ինչը կապել մի հատ այնց հիբրիդային պատերազմի պատկերի մեջ ու գործ կարել, սարքել, դրա մեջ տեղավորելով իր բոլոր քաղաքական օպոնենտներին, հասկանում եք։ Եկեք տարանջատենք դա։ Ոչ մի կապ դեռևս ոչ ոք չի ներկայացրել, որևէ ապացույց, որ ասենք Սամվել Կարապետյանը ինչ որ կերպով։ Չէ, ընդհանրապես որևէ մեկ հետ չկապել եկեղեցուց եւ պարոն Կարապետյանից զատ։ Հիմա եթե դուք հարցում եք իրանք այդ հարցը քննարկել են թե չէ, ես տեղյակ չեմ։ Իրանք քննարկել են հարցը թե չէ։ Կուսակցության եւ Տեր-Պետրոսյանի։ Հա, հիմա խոսանք դիրքորոշման մասին։ Նախ եւ առաջ ասեմ ձեզ հետեւյալը։ Գիտեք, ամենակարևոր բանը, ընդ որում ես այս կիրառեցի անգամ, երբ որ մենք խոսում էինք այդ հայ առաքելական եկեղեցու եւ բանի պետության հարաբերությունների մասին։ Ամենակարևոր բանը արտահայտված է մի լատինական ասացվածքի մեջ։ Գիտեք այդ ասացվածքը dura lex sed lex։ Գիտեք դա։ Եթե չգիտեք, դա նշանակում է թարգմանաբար օրենքը դաժան է, բայց դա օրենք է։ Այդ ամբողջ ասացվածքի գլխավոր իմաստը նրա մեջ է, որ մենք օրենքին չպետք է կամ համառությանը, չպետք է մոտենանք մեր զգացմունքային կամ համակրանքային մոտեցումներով ու տեսնենք, այս մեկը լավ է, վատ է, նպատակարար է, նպատակարար չի։ Դա ուրեմն ով որ քանդում է օրենք, ինքը քանդում է պետությունը։ Հիմա չէ, ես ինչ եք բանանում, ասում եմ, պատասխանում ձեր հարցին։ Ես ասում եմ, որ ընդհանրապես ամենակարևոր ուղենիշը մեր այս ամեն ինչում որևէ գործողություն գնահատելու համար պետք է լինի օրենքը։ Դա միակ ուղենիշն է։ Օրենք խախտել են թե չէ։ Հիմա երկու հոգու պատի տակ գյուլում ես, ասում եմ երկու հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգի էլ դնում ես, բանտը բրծավ գնաց սաղ բնաջնջվում են, գնդակարում ես, ընտանիքին էլ փոխհատուցում ես տալիս կյանքի համար, իրենք էլ ուրախ կլինեն։ Սա վերագրվում է Բագրատ arczepiskopos Գալստանյանին։ Ինչպես է սա գնահատում եւ ընդ որում իրենք էլ չեն ասում, որ սա իր ձայնը չի, ասում են իր ձայնն է, բայց այլ վերապահում։ Դուք հուսով եմ չեք պահանջի, որ ես խախտեմ մեղավորության անմեղության կանխավարկածը եւ ինչ որ մեկին առանց լուրջ ու լրիվ ստուգված, չմոնտաժված եւ այլն ապացույցների մեղադրեմ ինչ որ հանցակի մեջ։ Դες բան չեք մեղադրի, չէ՞։ Եթե խոսքը գնում է այն եթե խոսքը գնում է այն գործողությունների մասին, որոնք նկարագրված են այդ ձայնագրություններում, ես դες միանշանակ կարող ասեմ, որ մենք խստորեն
դատապարտել ենք եւ դատապարտում ենք որևէ մեկին, որ կարող էր նման գործողություններ անել։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնեմ, որ 2016 թվականին, երբ որ մենք պայքարի մեջ էինք գտնվում Սերժ Սարգսյանի այդ ռեժիմի դեմ եւ այլն, մենք առաջինը խղճտորեն, ընդ որում ամբողջ հոսանքին դեմ դատապարտեցինք բանի Սասնա ծռերի գործողությունը ՊՊՑ-ի գնդի գրավման ժամանակ, երբ որ նրանք գրավեցին, սպանեցին ոստիկանների եւ այլն։ Մենք ընդ որում շատ մեծ ժողովրդական ցասում էլ առաջացրեցինք մեր դեմ, բայց մենք դատապարտեցինք դա, որովհետեւ մենք ասացինք, որ մենք տերորիզմ, բռնություն, նման գործողություններ չենք ընդունում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Նիկոլ Փաշինյանն էր, որ այդ օրերին գնաց ասեց, որ այդ մարդիկ ահաբեկիչներ չեն։ Սկսեց իրանց սատարել, PR-վել այնտեղ եւ այլն եւ այլն։ Մեր մոտեցումը եւ այն օրերին, եւ այս օրերին նույնն է մնում։ Եթե ինչ-որ մարդիկ նման բաներ են անում, մենք դա դատապարտում ենք։ Բայց հիմա հարց է ծագում։ Իսկ կարելի է ամեն ինչում վստահել։ Կարող է այնտեղ կան ռեալ փաստեր, կարող է, ես նորից եմ կարող եմ խոսում, որտեղ ես մեղավորության ամեղության կանխավարկածը չեմ կարող խախտել։ Ասում եմ կարող է կա այնտեղ ռեալ փաստեր։ Բայց մենք տեսնում ենք, որ քննչական վարչությունը ըստ էության դարձել է Նիկոլ Փաշինյանի կամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության մի բաժանմունքը, որը կառավարվում է եւ առաջնորդվում է ոչ թե սահմանությամբ եւ օրենքներով կամ քրեական օրենսգրքով կամ քրեադատավարական օրենսգրքով, այլ ղեկավարվում է ցուցումներով, ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի անձնական ցուցումներով։ Մենք դա տեսել ենք, չէ՞, մի քանի անգամ։ Հիմա ինչ է հիշացնեմ ձեզ Վանեցյանի ու բանի Փաշինյանի այդ գաղտնազերծված լսումներ, բաներ, գաղտնալսումները, որ գաղտնազերծվեցին եւ պարզ էր դառնում, որ Նիկոլ Փաշինյանը ուղղակի հրանք էր տալիս օրենքի խախտումով, հրանք էր տալիս իրավապահ մարմիններին, դատավորներին, թե ինչպես իրանք պիտի վարվեն ինչ որ մարդկանց հետ։ Այդ մարդիկ բան են անում, բռնաբարում են սահմանությունը ու օրենքները։ Հիմա ու դրա ամենակարևոր բանը, ամենակարևոր արտահայտությունը հենց դա է։ Երեք տեսեք, Ալեն Սիմոնյանը ելույթ է ունենում Պետրոս Ղազարյանի հետ այդ հարցազրույցի ժամանակ, ասում է ես չգիտեմ գիտակցաբար, թե անգիտակցաբար Սամվել Կարապետյանը ներքաշվել է այս հիբրիդային պատերազմի մեջ, Պետրոս ասում է ո՞նց է ներքաշվել։ Ասում է դե ասում է բանա, այդ նույն ֆրազը, ասում է դե մենք մեր ձևով կնդիմանանք դրան։ Պարշի ինչ ձև նկատի ունի։ Չէ, պարշի։ Պատկերացնում ես Ալեն Սիմոնյան, դա պետք է ապացուցել օրենքով, որ պարզ լինի, այսինքն այո, պետք է դուք դուք չէ, քննչական մարմինները անհերքելի ապացույցներ ներկայացնեն, որ Սամվել Կարապետյանը ինչ որ մի քայլ է արել պետական հեղաշրջում կազմակերպելու ուղղությամբ։ Դուք այդ քայլերը չունեք, դուք ընդհանրապես վերցրել եք մի հատ ֆրազ եւ մեկնաբանում եք ձեր ձևով։ Անկամ բանը այդ քրական այդ ինչա կոչվում այդ վարչությունը, քննչական վարչությունը ինքը թեև ես ճիշտ բան արեցի, էլի սխալվեցի, դա քրեական վարչություն է կամաց դառնում։ Այդ քննական վարչությունը, քննչական, ինքը անգամ չի բացահայտել ոչ մի բան, այսինքն ո՞րն է այդ ինչ է արել Սամվել Կարապետյանը։ Ինքը ոչ թե չի բացահայտել, ինքը ուղիղ գրել է, որ կրիմինալը հենց կայանում է այդ խոսքի մեջ։ Հասկանում եք։ Այսինքն մենք ինչ ենք տեսնում։ Այստեղ ավելի խոշոր բան կա, ես ուզում եմ ձեր ուշադրությունը դրա վրա, որը բացարձակ անվստահություն է առաջացնում այս մարդկանց նկատմամբ։ Նայեք, խնդիրը հետևելն է։ Այս մարդիկ վախեցած են ընտրություններից։ 2006 թվականին մոտենում են ընտրություններին։ Իրանք ճիշտ են քննադատում, որ նախկինները վախեցած են ընտրություններից, որ նրանք ընտրություններ, այդ ճիշտ է, այդ կա, բայց իրանք էլ են վախեցած ընտրություններից։ Ահա որ վախեցած են ընտրություններից։ Ոչ միայն նախկինները, այլ նաև իրանք։ Իրանք վախեցած են ընտրություններից եւ հասկանում են, որ ընտրություններից առաջ պետք է ահավոր ռեպրեսիաների անցնեն, իրանց քաղաքական օպոնենտներին թույլատնեն, այդ առումով մի քանի թիրախ են գտել հայրաքելական եկեղեցի, այդ առումով Սամվել Կարապետյանին գտան եւ այլն։ Այս բոլորին միավորում են մի հատ հիբրիդային պատերազմի մեջ, ասեմ նաեւ ինչի համար։ Շատ պարզ բանի համար։ Իրենք պատրաստվում են լայնամասշտաբ
ռեպրեսիաների մի բանի արշավի, անդրարշավ կլինի, լսեք, հա, այդքան անհամբեր մի եղեք։ Պատրաստում են նման մի մեծ արշավի եւ իրանք շատ լավ գիտեն, որ միակ խոչընդոտը այդ արշավի նկատմամբ լինելու է, ասենք, միջազգային դեմոկրատական համայնքը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, չգիտեմ, Amnesty International, Human Rights Watch եւ ընդհանրապես ամերիկան, եվրոպական պետությունները եւ այլն։ Իրենք հիմա ուզում են, որպեսզի այդ ճնշումը չլինի իրանց վրա միջազգային, այդ ամեն ինչը ձևակերպեն որպես բան Ռուսաստանի դեմ պայքար։ Իրանք շատ լավ գիտեն, ասենք, արևմուտքի այդ թուլությունները, զգացմունքային եւ ստրատեգիական, իրանք շատ լավ գիտեն, որ եթե դու ներկայացնում ես այս ամեն ինչը որպես պայքար ռուսական իմպերիալիզմի դեմ, եւ ես ասում եմ հատուկ էս աուդիտորիա, որտեղ ես գիտեմ, որ հիմնականում արևմտամետ մարդիկ են այս լսարանը բազմազան։ Չէ, գիտեմ, լավ, հասկանում եմ, բայց թողեք ասեմ, բազմազանա, բայց հիմնականում արևմտամետ մարդիկ են։ Ես իրանց եմ ուզում զգուշացնել։ Իրանք այս բանի մեջ չընկնեն, այս խաբեության մեջ, որովհետև օրինակ ինչ է նշանակում, երբ որ բանի հանրապետության կուսակցության անդամ նորքի այդ բանը, թաղապետը փորձում է իր անասնական, ասենք, հարձակումը ինչ որ մի բլոգերի վրա արդարացնել նրանով, որ էսի իրան Ռուսաստանն է հետապնդում, ինքը գնացել է Բուչայում ելույթ է ունեցել ուկրաինական քաղաքում, դրա համար իրան հետապնդում են, էսի նույն սերիայից է։ Իրանք ամեն ինչ հիմա, իրանց արդեն գործած հանցագործությունները մարդու իրավունքների դեմ եւ պլանավորվելիք հանցագործությունները, այս ամեն ինչի տակ փորձելու են մտցնել մի հատ արդարացման պլատֆորմա, որը պայքարն է ռուսական իմպերիալիզմի դեմ։ Ու իրենք հույս ունեն, որ շնորհիվ այդ արդարացման արևմուտքը բերանը փակելու է, չի տեսնելու այդ ամեն ինչը։ Բայց ես ուզում եմ զգուշացնեմ այդ ձեր արևմտամետ լսարանին։ Լսեք, ինչ ենք մենք համակրում արևմուտքին, ինչ ենք մենք համակրում, ասենք, Ֆրանսիային, Ամերիկային եւ Եվրոպական միությանը, դեմոկրատական այդ երկրներին մի պարզ պատճառով, որովհետև այնտեղ կա օրենքի գերիշխանություն, որովհետև այնտեղ կա հարգանք ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ։ Եթե հայտարարվելու է ուղղություն, որ մենք գնում ենք դեպի այդ աշխարհը հենց այդ համակրանքների պատճառով եւ այդ քողածածկի տակ արվելու է ամենալայնամասշտաբ խախտումները մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ այլն, դա նշանակում է, որ մենք ընդամենը մտնում ենք մի հատ փաշինյանական հնարքի տակ եւ թույլ ենք տալիս իրան օգտագործել օրենքները իր իշխանության օրենքների խախտումը իր իշխանության ամրապնդման համար։ Հետաքրքիր է, պարոն Զուրաբյան, ցանկացած խոսել ամեն ինչից բացի երկու հոգու պատի տակ գյուլելու ասեցի դատապարտում եմ այդ հայտարարությունները, հա? Բան ասում, երբ հոգեվորականն է նման բան։ Ասում եմ դատապարտում եմ։ Չէ, չլսեցիք։ Ես ասեցի, որ դատապարտում ենք։ Ավելին ձեզ ասեմ։ Հələ ստեղ հարց չի, ընդ որում ես նորից եմ ասում։ Ես չեմ ասում ինքը ասել է, թե չի ասել, այնուամենայնիվ մենք տեսանք, հա, որ հիմա մի հատ բան է, վիդեո է, չէ, շրջանառվում, որտեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտ է դրանց տարբերությունը։ Ինչով է ակնհայտ։ Բնականին մոտ լինել չի։ Այսինքն հիմա եթե մի քիչ էլ աշխատվեր, մի քիչ էլ աղմուկներ ներկայաց բանաներ, ներդրվեր բան, արդեն բնական տարբերությունը ոչնչացնենք։ Չէ, ես ընդհանրապես ասում եմ, արհեստական բանականությամբ է սարքված։ Ես չեմ կարող կարծիք հայտնել։ Ես չեմ կարող կարծիք հայտնել, որովհետև կներեք այդպես բաները պետք է լուրջ էքսպերտիզայով որոշվեն, եւ ես ասում եմ, ով ուզում է, եթե տենց բան ասել է ու արել է կամ փորձել է անել, նրանք պետք է պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ, մենք դա դատապարտում ենք, բայց դրա համար բարի եղեք ներկայացնել անհերքելի ապացույցներ, այսինքն դա իրենց վրա է դա, իրանք պետք է այդ ամեն ինչը շատ լավ ապացուցեն, բայց մենք արդեն անվստահություն ունենք իրանց այդ ապացույցների նկատմամբ, որովհետև ինչ որ թղթեր են, օրինակ մի հատ ամենակարևոր բանը, որը լրիվ անլուրջ է դարձնում ու սենց ասում եմ զրկում է էլի այս ամեն ինչը մեր վստահությունից։ Այս պարզվում է ոնց որ թե
այս ամեն ինչը վերաբերում էր 24 թվին։ Ընդ որում առաջին անգամ, չէ, հարցը դա չի։ Ես հիմա ձեզ բացատրում եմ, էլի։ 24 թվին, հա, սկզբից ներկայացնում են 24 թիվը ծածկում են, խի, հետո որ բացվում է, պարզվում է, որ այդ փաստաթուղթը, որ ինչ որ մի փաստաթուղթ է դեռ կա, վերաբերում է 24 թվին։ Հիմա շատ հնարավոր է, որ այդ բաները, այդ մոնտաժված գաղտնալ լսումները նույնպես վերաբերվում են 24 թվին։ Եվ հիմա այդ դեպքում հարց է ծագում։ Լավ, դու 24 թվին, եթե քննչական վարչությունը շարժվում էր ըստ օրենքների, ինքը պետք է 24 թվին այդ բոլորին ձերբակալեր։ 24 թվին պետք է այդ ամեն ինչը աներ։ Բայց իրանք սպասել են, այսինքն մենք ստե տեսնում ենք արդեն քաղաքական միջամտություն, քաղաքական նպատակարարության հարց։ Չեք մտածում, որ բավարար փաստեր են հավաքել այդ ընթացքում։ Ես զուտ հարց եմ տալիս։ Ասում եմ, եթե այդ ամեն ինչը բացահայտվել է այն ժամանակ, ու ոնց որ թե այդ ամեն ինչը բացահայտվել է այն ժամանակ, որտեվ ինչ որ նոր բան չի երևում։ Եթե բացահայտվել է այն ժամանակ, Ինչի՞են իրանք չենք որ բացահայտվել այն ժամանակ։ Չէ, արդեն կարելի է համարյա վստահությամբ դա ասել։ Եվ երկրորդը, բայց դուք ինչի վրա եք հիմնվում, պարոն Զուրաբյան, որ ասում եք կարելի է օրինակ նրա վրա, որ կարծեմ մամուլում գնաց այն հայտարարությունները, որ Սուրեն Պետրոսյանը ժամանակին դուրս եկավ այդ շարժումից, հենց այն պատճառով, որ իրան դեմ էին տվել որոշակի գաղտնալասումներ։ Այ օրինակ այն ժամանակ, իսկ դա եղել է հունիսի անցյալ տարվա հունիսի ամսվա։ Այսինքն ստեղ շատ բաներ կան, լուրջ խնդիրներ եւ հարցականներ կան իշխանության նկատմամբ, առավել եւս հետեւյալ բաները։ Ինչ որ բան է ձեռից գրած, ինչ որ փաստաթղթեր, որ չգիտեմ Սամվել Ալեքսանյանը լրֆիկը պետք է բերի այսքան մարդ, այն մյուսը այնքան, այդ ի՞նչ է, մենք դրան լուրջ վերաբերվենք։ Հեղաշրջման պլանները հատուկ բաներ։ Այսինքն ապացուցված է, չէ, ենթադրյալ հեղաշրջման պլանները հատուկ բլանկի վրա են գրվում։ Կներեք, հեղաշրջման պլանները ընդհանրապես չեն գրվում թղթի վրա։ Շնորհակալություն, պարոն Զուրաբյան, հարցազրույցի համար։ Խնդրեմ։ Հարգելի հեռուստադիտող, հիշեցնեմ Factor TV-ի զրուցակիցը Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն էր։